Եթե մարդը այսօր գործանը գնելա լիարժեք որոշումով 25 տարի անցել է, 25 տարի աշխատել է, ներդրում արել, մարդիկ աշխատում են, ամսական 500 միլիոն դրամ հարկ է տալիս, ու դրանից հետո ասենք թե նայում են, որ հակառակ ենք խոսում, ճիշտ ենք խոսում, ժողովուրդը ընդունում է, հավատում է, վստահում է, ո՞ւց է կապում, արդեն ասում են բռնելու, խլել, ես ցավը տանեմ, ես ասել եմ իմ հայրենիքի ունեցվածքը չեմ փոխել, օրենք առաջ բոլոր հավասար են։ Բայց ես ժողովուրդ ջան, նորից եմ ասում, այսօր հիմնական հարցերը Ծառուկյանը զրոյից կայացած մարդը սա գիտի, գիտակցում է, մոտենում է, ինձ դնում եմ ձեր տեղը։ Այսօր դրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնում են։ Եղբայր, քու բարեկամ երկու հետ քեզ փչացնում։ Այսօր տնտեսական Քվեարկեք միասնության թևերի օգտին։ Քվեաթերթիկ համար 6 $50 միլիոն գումար է գալիս, տարեկան 3 միլիարդ գալիս է, ասենք թե Ծիրանից, Խաղողից, Ձգից, որ ասենք թե Ծաղիկից ուղարկում են Ռուսաստան շրջակայքից, հիմա եթե շուկաները փակվել են, այսօր հայտարարում են, որ մենք այդ փողերը տալու ենք, այդ տալուց եկեք հլը թափածը մի հատ հաշվեք, թափում են մարդիկ օրեկան, մարդիկ վարկ են վերցել, բան են ձեռնարկել, հույսով ավատով, ամիսը բրծել, այսօր աշխատավարձ պտի տա, այսօր հարկ պտի տա, այսօր բանկին տոկոս պտի տա, որ այդ սաղ ավիրվեց, մենք այլ ընտրանք ունենք նոր շուկաներ, ժողովուրդ ջան, 10 տարի չեն կարա շուկա բացեն Եվրոպայի հետ, այսօր Թուրքիան չի կարում բացի քանի տարի, այդ ոնց եք Եվրոպայի շուկա բացելու, այդ ժողովուրդը սննկանալու է, քանդվելու է, չորանալու է, չի լինելու, այլ հակառակը պետք է հարաբերությունները պահեն, այսօր տնտեսությունը չի լինում կամ իշխանամետ կամ ընդդիմադիր, տնտեսությունը չի լինում արևմտյան կամ ռուսական, այդ տնտեսությունը հիմնական կամ աշխատում է, կամ զարգանում է, կամ ծաղկում է, կամ քանդվում է, այսօր քանդման եզրին կանգնած ենք, ու ասելու մի բանի փողնել եմ տալու, ծաղկի փողնել եմ տալու, դե տվեք, եկեք արձանագրեք, ով այդ տվողը, ինչքան են թափում, սուտ ասելով երկար ճանապարհ չկա ժողովուրդ ջան, այն ժամանակ էլ էին ասում, մենք եկել ենք Արցախը պահելու նոր բանակցություններ, Արցախը Հայաստանա ու վերջ, մենք չենք եկել հող տալու համար, ու գնաց Չեխիա հայտարարեց, որ Արցախը դա Ադրբեջանա ու վերջ, այսօր էլ նույնը, այս ընտրությունները լինելու է և եթե իրենք հաղթեցին, մի 6 ամիս հետո ասելու է, որ ասենք թե այսօր Սևան Ադրբեջանցին ասում է, դա Գյոնչան է, և Երևանը Էրիվան է, նրանք այսօր ամսի 18-ին, հունիսի 18-ից 19-ը կայանում է ֆորում, Ադրբեջանը իր տարածքները ընդլայնելու, Արևմտյան Ադրբեջան ստեղծելու համար, ես փաստացի եմ ասում, կարան հակառակ ասեն տես բան չկա, ու մեկ է, որ ասում են մենք խաղաղություն ենք բերել, ժողովուրդ ջան, բերել են թողել ցուղթը, մի հատ ցույց տան հեռուստացով, որ ստորագրած է խաղաղություն, որ այդ պատերազմ չի լինելու, զարգանալու է, չկա այդպիսի թուղթ, կա բանավոր պայմանավորություն, որ այդ պայմանավորությունները մեն անընդհատ պահանջներ, որ պետք է կատարենք, պետք է ժողովուրդն էլ գամնա, պետք է ես լինի, պետք է էլ լինի, անգլանները պետք է տան և ոչ մի զարգացում չի կարա լինի, ես ինչ որ ասում եմ, ածած համար պատասխանատու եմ, մեր ծրագիրը, իմ ծրագիրը, ժողովրդի մեջի ծրագիրն է, որ շփվելով, հատ լսելով, թոշակառուին ժողովուրդ ջան, վերջ օրը բերել են, մի ամիս առաջ 10,000 դրամ բարձրացրել են, լավ է կարել թոշակառուի ցավը տանեմ ես, լավ է կարել, բա որ թոշակառուի նվազագույն, ծախսը մի մարդու 78,000 է, դու 10,000 ավելացնելով, մարդուն դարավ 49,000, ոնց է ապրելու, թողասի ոնց, 10,000 ավելանալով, նվազագույնի 78,000, ամեն ինչը թանկացել է, ավետան, մեր ծրագրում, մինչև 100,000 ու դրանից հետո ավելանալու է, այսինքն ոչ թե գումարը դրանց է, ժողովուրդ ջան, իմ ասածը, որ պետք է կարողանան կազմակերպեն կապ ունենան, տնտեսություն զարգացնեն, խոշոր ծրագրեր իրականացնեն,
որ երկիր փող մտնի ժողովուրդ, որ կարողանա տնտեսությունից բյուջեում գումար լինի, 1% տնտեսական աճը 25 միլիարդ է, որ պետք է 10-12% տնտեսական աճ լինի, որ այդ գումարներն օգտագործեն թոշակ բարձրացնելու, ուսանողի համար, ոնց է թոշակառուի համար, բոլորի համար, սա պետք է կազմակերպի։ Ես անպագորգոր բաներ չեմ ասում, ես որպես հայ